Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան պարոն Արա Հակոբյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Պարոն Հակոբյան, ինչ տպավորություն ստացաք Մոսկվա կատարած Փաշինյանի այցից, դատելով լուսանկարներից, տեսաշարերից, շատերը ասում են պետք չէ այդ փաստի վրա այդքան ուշադրություն դարձնել, կդատենք արդյունքներից, ակնկալում եք արդյոք ինչ-որ արդյունքներ և ինչպիսի, ավելի ճիշտ կլինի հարցնեմ, ինչպիսի արդյունքներ եք ակնկալում։ Տեսեք, եթե սկսենք Փաշինյանից, որովհետև այնուամենայնիվ կարծում եմ նաև պետք է անդրադառնալ այդ շքերթին, որովհետև 80-ամյակն էր հայրենական մեծ պատերազմի ավարտի։ Բայց այնուամենայնիվ ձեր հարցին հետևելով սկսենք Փաշինյանից, հետո կանդրադառնանք նաև շքերթին։ Փաշինյանի այցելությունը Մոսկվա շքերթին, որպես առիթ, ես կարծում եմ պետք է դիտարկել նույն լույսի ներքո, ինչի ներքո մենք պարբերաբար ես եւ մեր քաղաքական ուժը դիտարկում ենք նրա արտաքին քաղաքականությունը։ Այսինքն դա իր իշխանության վերահաստատման, հարատևման հետ կապված այցելություններ, որտեղ մնացած բոլոր հարցերում Փաշինյանը ունի հստակ ուղեգիծ, որն է, որ Հայաստանը պետք է վերանա որպես հայկական գործոն եւ Հայաստանը պետք է լինի հայկական հարցից դուրս։ Եվ այդ Հայաստանում Փաշինյանը որպես այդպեսին, որպես վարչակարգ պետք է շարունակի իր իշխանությունը։ Վերջերս լուրեր եղան տարբեր, որոնք չհերքվեցին նաեւ, որ քանի որ Ռուսաստանի կողմից համակարգող այսպես կոչված փոխվել է Հայաստանի, եկել է Կիրիենկոն եւ այդ Կիրիենկոն գալուց հետո եւ հիմա խոսում են նաեւ նրա մասին, որ դա վերջերս չի, այլ արդեն մի քանի ամիս է, եղել են այցելություններ Մոսկվա, տարբեր Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում գործիչ եւ ազդեցություն ունեցող մարդկանց կողմից, մասնավորապես Քոչարյանի կողմից, մասնավորապես տարբեր ուժերի ռուսամետ ուժերի ներկայացուցիչների, հանրապետականի ներկայացուցիչների կողմից եւ հարցը հետեւյալն է, որ խոսում են նաեւ, որ Քոչարյանը նաեւ հանդիպում է ունեցել Պուտինի հետ, որտեղ քննարկվել են հետագա իշխանության խնդիրները Հայաստանում։ Փաշինյանը ոնց որ այդ շարքից դուրս էր ընկել։ Եվ հիմա լավ առիթ էր Փաշինյանի համար, որպեսզի գնա, տեսնի ինչ վերաբերմունք կա իրականում, եթե կան խնդիրներ, փորձի այդ խնդիրները նույն Պուտինի հետ լուծել, ռուսական կողմի հետ իր հարաբերությունների ջերմությունը, եթե կարելի է այդպես ասել, վերականգնել եւ այդ շքերթը Փաշինյանը կարծում եմ այդ իմաստով փորձել է օգտագործել։ Հիմա արդյունքները ինչ որ դուք ասեցիք, ինչ կլինի, ես դժվարանում եմ ասել, բայց նրա արտաքին այդ խնդրողի դերում տարբեր միջոցառումներ ներկա լինել, ես կարծում եմ, միշտ այդ տեսքով լինում մեծ երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներն, մասնապես ռուսական միջոցառումներն, այո, ես դրա վրա անձամբ ուշադրություն չեմ դարձնում, թե որովհետև էլ ինչ տեսքով նա կարող է այնտեղ լինել։ Անվստահ, հա? Անվստահ խնդրողի տեսքում, կրավորական տեսքով եւ այլն։ Այդ հատվածը ձեր, որ դուք ասացիք, ինչի համար էր գնացել, որ ոնց որ թե դուրս էր մնացել, դա դուք ինչ որ տեղեկություն ունեք ստույգ, թե դա ձեր ենթադրությունն է։ Չէ, ես դա դիտարկում եմ որպես դեպքերի զարգացում, որովհետեւ ինչպես եւ ասեցի, լուրերը, որոնք գալիս են, որոնք եւ չեն հերքվում եւ հայկական կողմից չեն, հայկական կողմի մասնակիցների կողմից եւ ռուսական կողմից չեն հերքում, ավելին անուղղակի հաստատում է գնում, փաստը նա է, որ ռուսական կողմը Հայաստանում իդեմս իր ներկայացչական կազմի, հայկական անուն եւ ազգանուն կրող ներկայացչական կազմի ակտիվացել է եւ դա տեսանելի է եւ այստեղ իսկ Փաշինյանի, անձամբ Փաշինյանի հանդիպումների ինտենսիվությունը ռուսական կողմի հետ, մասնավորապես Պուտինի հետ նվազել էր եւ ես ասում եմ, ելնելով նաեւ Փաշինյանի կեցվածքից, որ նա ունի վերջերս նախընտրական կեցվածք ունի։ Այսինքն այն, որ Երևանում այդ օրը մայիսի 9-ին շքերթ չէր, պարզապես ինչ որ այսպես քայլերթ էր եւ այդ քայլերթի ժամանակ Ռուսաստանի դրոշներն էին, Ռուսաստանի եռագույնի գույներով, ուրեմն տարբեր Գեորգիան ժապավեններ եւ այլն, դա դուք դիտարկում եք որպես Ռուսաստանի եւս ազդեցություն ներսում, որ ցույցադրվի, որ ժողովրդի մեջ էլ կա համակրանք Ռուսաստանի հանդեպ, այո։ Հենց այդպես, այո, որ դա
հանդիսություններ կազմակերպված ռուսական ազդեցության ուժերի կողմից եւ այդ հանդիսությունը ուներ հենց այն նպատակը, ինչ որ դուք ասացիք, այսինքն ներկայանում են, որ Ռուսաստանը Հայաստանում արկա է, Ռուսաստանը Հայաստանում ունի աջակցություն եւ իմ համար համենայն դեպս որպես հայ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եւ Հայաստանի անկախության համար պայքարած անձ եւ քաղաքականուշ դա ստորացուցիչ է, որ որևէ միջոցառման ընթացքում գերակային այլ երկրի, ինչ երկիր ուզմա լինի դա, այլ երկրի դրոշները եւ այլ երկրի խորհրդանիշերը։ Ինչու էր պայմանավորված, բացատրվում կամ ինչով կարելի է բացատրել այդ ռուսական դրոշը։ Հավատարմության Ռուսաստանի։ Եթե մենք պատերազմի մասին ենք խոսում կամ հաղթանակի օրն է դա պատերազմի համաշխարհային, դա պետք է նվազագույնը երևի Սովետ միության դրոշը լիներ։ Ռուսաստանի դրոշի թեման է ստացվում, որ հասկանանք ինչու է հենց Ռուսաստանի դրոշը։ Հարցադրումը լավն է, ես հիմա կանդրադառնամ նաև այդ բանին, տոնահանդեսին, այսինքն Ռուսաստանում տեղի ունեցած շքերթին, հենց ձեր ասած հարցի համատեքստում, բայց այնուամենայնիվ ինչի Հայաստանում Ռուսաստան, չենք մոռացել, կարծում եմ, որ ենթադրենք, երբ որ Ռուսաստանը բռնազավթում էր Ղրիմը, նույն Արցախում հրավառություն էր, նույն Ռուսաստանի մեծ բաներով, դրոշներով հանդես էին գալիս, Պուտինի նկարներով, ռուսական զորքերը դիմավորեցին տարբեր աղոհացերով եւ այլն, այսինքն այդ ռուսամետության, ռուսահպատակության, եթե կուզեք, ռուսամոլության, ռուսից ավելի ռուս լինելու այդ դիրքորոշումը հայ կոչվող ժողովրդի բավականաչափ ստվար հատվածի մոտ արկա առ այս պահը եւ ռուսներին վերաբերվում են որպես մետրոպոլիա, որպես մեզ տիրող ուժ եւ մեր անվտանգությունը, մեր գոյությունը ապահովող ուժ, որի հետ բնականաբար որևէ ստապ դատող մարդ չի կարող համաձայնվել։ Տեսեք, դուք ասում եք ստվար հատված, երևի թե այդ կարծիքին հասնելու կամ այդ կարծիքը ստեղծելու համար է արվում, չէ՞ որ այդ երթը երեկվա, որի մասին ես խոսում եմ, այդքան բազմամարդ չէր։ Եվ Արցախում, եթե մենք հիշում ենք, այդ տատիկ պապիկի բանը տակ այդ ժապավենը էլի ռուսական դրոշի էլի սակավամարդ էր, այդքան մեծ քանակ չէր, ստվար ինչ-որ հատված չէր, բայց տպավորություն է ստեղծվում։ Արդյոք մենք ճիշտ ենք գնահատում կատարվողը եւ ավելի շատ չենք խորացնում նշանակություն տալիս դրան։ Ես կարծում եմ ոչ, որովհետեւ ես չեմ համենայն դեպս տեսանելի չի, որ որևէ այլ երկրի համար, եթե դա Ռուսաստանը չի, այդ ներկաների այդ շքերթին Երևանի մասնախոսքը շքերթին մասնակիցների 10%-ը անգամ դուրս կգա փողոց, այսինքն միարժեք է որ Ռուսաստանի հետ կապված այս հպատակությունը, հավատարմությունը, եթե կուզեք, հայերի կողմից, հայկական հայ կոչվող անձերի կողմից, հայ կոչվող ժողովրդի մի մասի կողմից արկա է եւ ձեր ասացի վրա նաեւ անդրադառնամ, որ էլի պետք չի մոռանալ, որ դեռևս երբ որ Արցախը արկա էր եւ ամբողջովին Ադրբեջանի կողմից օկուպացված չէր, այսինքն բռնազավթված չէր, չնայած ռուսների վերահսկողության, համատեղ վերահսկողության տակ էր ռուս-ադրբեջանական, այնուամենայնիվ, երբ որ Սյունիքով գնում էինք այն ժամանակ Արցախ, ամբողջ ճանապարհին Սյունիքից սկսած Պուտինի շատ մեծ պլակատային նկարներն էին դրան Պուտինի, այսինքն այլ պետության առաջնորդի Հենց որ այդ հիվանդությունը, որը Հայաստանում արկա է, հայ կոչվողների մոտ արկա մոտ 300 տարի եւ ավել, այդ հիվանդությունն մասին պետքա խոսել եւ պետք է Ինչպես է կոչվում այդ հիվանդությունը։ Դա ասացի, դա ռուսամոլություն է, ռուսից ավելի ռուս լինելը եւ ամեն ինչ պատվիրակել օտարին տվյալ դեպքում ռուսին եւ ռուսը դարեր շարունակ դրան շատ լավ օգտվել է եւ հայկական շահը որպես մանրադրամ թուրքերի հետ միշտ առուծախի առարկա է դարձրել։ Դարեր շարունակ։ Երկու տարբեր ծայրահեղություններ կան։ Մեկը հակառուսական տրամադրություններ, որը երևի թե այդքան խորը դրա համար չեն մարդիկ դուրս գա փողոց, ամենայնպես դուրս չեն եկել, եւ ռուսամոլություն եք ասում, ռուսամետ Չէ, ռուսամոլություն հենց։ Ռուսամետություն, այլ ռուսամոլություն։ Ահա, եկեք դիտարկենք Վրաստանի օրինակով։ Ինչ է կատարվում Վրաստանում եւ եկեք տեսնենք Հայաստանում ինչ կարող է կատարվել եւ կամ այսօր մենք ինչ ունենք։ Մենք ունենք ռուսամոլություն
հակառուսական տրամադրություններ ինչ ունենք մենք այսօր։ Տեսեք, մենք Ռուսաստանի պարագայում։ Ռուսաստանի պարագայում մենք ունենք եւ մեկը եւ մյուսը, բայց ամենակարևորը, որ Ռուսաստանից դուրս է, մենք չունենք մի այլ բան, որը պետքա լինի հիմքերի հիմքը։ Մենք չունենք հետեւյալը, չունենք վստահություն առ հայություն եւ հայկականություն, որ մենք մեր պետությունը կարող ենք ինքներս կառավարել, մենք մեր պետության անվտանգությունը եւ բարեկեցությունը կարող ենք ինքներս ապահովել եւ մեր խնդիրները հայկական հարցի դիրույթում կարող ենք ինքներս լուծել։ Եվ այդ ինքներս ասելով ես իհարկե ներառնում եմ դրա մեջ ցանկացած որևէ պետություն ուժ հետ հարաբերությունների ձևավորում, որտեղ կլինի համադրում շահերի։ Սա է, որը մենք չունենք եւ մենք դրա համար պետքա պայքարենք եւ դա պետք է դնենք հիմք։ Այսինքն վտանգավոր նորամուծություն կա, կարելի ասել, նոր մոտեցում կա, եթե առաջ ասում էին արևմտամետ է թե ռուսամետ է, հիմա բարփակվում է ռուսական, այսպես տրամաբանության մեջ, հակառուսական է կամ պրոռուսական է, այսինքն ավելի սեղմվում է եւ ռուսաստանակենտրոն, ռուսական թեման է դառնում օրվա խոսույթի, խոսակցությունների քննարկման թեմա։ Այո, կարելի ասել, որ դերում ենք, հասնում ենք այդտեղ, թե ես չափազանցեցնում։ Ես մասամբ եմ դրա հետ համաձայն, ասելով, նշելով հետեւյալ փաստը, որ ի դժբախտություն նորից մեզ, այսինքն այդ հիվանդության, օտարամոլության հիվանդության տիրույթում է, եթե ռուսամոլ է, ապա անպայման հակաարևմտամետ է, եւ եթե արևմտամետ է, ապա անպայման հակառուս է։ Այդ երկուսն էլ կեղծ օրակարգեր են իմ կարծիքով, եւ մյուս կեղծ օրակարգը, որը ծուղակա եւ թակարդը, որը գործում է Հայաստանում, դա եթե ռուսը չէ թուրքն է, եթե թուրքը չի ռուսն է։ Այսինքն նորից այդ ծուղակը, որ ինչա ուզում եք թուրքի տակ լինել կամ ինչա ուզում եք ռուսի տակ լինել, բայց ոչ հայկական, բայց այն ինչ որ ես ասեցի արդեն, այսինքն այդ հիվանդության հիմքում ընկած է նա, որ չկա վստահություն առ հայ ժողովուրդ եւ հայ ազգ, չկա վստահություն առ հայկականություն եւ չկա վստահություն առ հայ պետության եւ պետականության առ դա օբյեկտիվ վիճակ է, թե դա կարելի է հաղթահարել։ Ես կարծում եմ դրանում որոշակի օբյեկտիվություն կա այն իմաստով, որ մարդկանց մոտ այդ անվստահությունը առաջացել է վերջի հազարամյակի շրջանակում հայկական պետականության բացակայության կամ ոչ հարատև լինելու պատճառով, բայց դա փոխկապակցված է, այսինքն սկզբից որն է եղել պետության կորուստը հետո անվստահության առաջացումը, թե անվստահության առաջացումը եւ օտարի վրա հենվելու ցանկությունը, հա, պատվիրակումը խնդիրների օտարին եւ դրանից հետո անվստահության։ Ինչու եմ այս հարցը տալի, որպեսզի հասկանանք ինչպես կարելի է ճեղքել եւ դուրս գալ այդ շղթայի մեջից արևմտամետ ռուսամետ, թուրք ռուս եւ այլն գուբերնիա չեսմանոviչ։ Ճեղքը ազգայնականությունն է։ Ինչպես։ Ճեղքը ազգայնականությունն է, այսինքն ազգանական գաղափարների գերակայություն հայկական հանրության հայության շրջանակում, իսկ դրա հնարավորությունը, միակ հնարավորությունը դա իշխանություն ունենալու միջոցով է, որտեղ դա ժամանակ է ուզում, դա պետական խնդիր է, չես կարող ոչ պետական գործիքներով սերունդ մեծացնես կամ սերունդներ մեծացնես եւ առանց այդ հիվանդության, այս եղածի մեջից այդ հիվանդությունը, օտարամոլության հիվանդությունը, օտարին սպասարկելու այդ հիվանդությունը, գործակալական եւ ազգության գործակալ լինելու այդ հիվանդությունը դուրս մղես հայկական իրականությունից։ Դա պետության խնդիր է, իսկ պետությունը, որպեսզի դառնա զբաղվել, պետք է լինի համարժեք իշխանություն ազգայնական։ Այսինքն մենք մտնում ենք նորից քաղաքական տիրույթ, այդ խնդիրը լուծելու համար պետք է ազգայնականները Հայաստանում իշխանություն ունենան։ Սա է լուծումը, ուրիշ լուծում պարզապես չկա։ Շատ վտանգավոր է, հիմա ես կբացատրեմ ինչն է խնդիրը։ Ազգայինը եւ ազգայնականը։ Ազգայնականը ծայրահեղացնում են, մենք խոսել ենք այս մասին, բայց քանի որ հիմա նորից գալիս ենք այդ խոսակցությանը, եկեք ես ձեզ խնդրեմ, որ դուք նորից բացատրեք, ինչ նկատի ունեք, երբ որ ասում եք ազգայնական, եւ ինչ նկատի ունեն ոմանք, նաեւ գուցեև իշխանությունները, երբ որ ասում են ազգայնականություն չպետք է լինի։ Այո, տեսեք, հաճախ մենք այո դրան անդրադարձել ենք, բայց եւս մեկ անգամ դրա մասին խոսենք։ Հաճախ ազգայնականությունը եւ ազգայնամոլությունը խառնում են իրար։ Ազգայնամոլությունը դա բոլորից բարձր կանգնած լինելու բանն է, մոլությունն է եւ դա իհարկե վտանգավոր է, դա իր մեջ ունի խտրականության գործոն,
այլ ազգերի նկատմամբ, կոչվում է այլ ռասաների նացիզմ, նկատմամբ, դա կոչվում է, այո, դա կոչվում է նացիզմն նացիզմ, է։ այո։ Իսկ ազգայնականությունը դա առանձնահատուկ լինելու բանն է, գաղափարաբանությունն է, այսինքն դու որպես ազգ, որպես ժողովուրդ առանձնահատուկ ես քո լեզվով, առանձնահատուկ ես քո դավանանքով, առանձնահատուկ ես քո սովորույթներով եւ արժեքներով, առանձնահատուկ ես քո պատմությամբ, առանձնահատուկ ես քո բնորանով, առանձնահատուկ ես որպես օրինակ, մենք որպես հայ ժողովուրդ, բայց դա չի նշանակում, որ դու որևէ մեկ այլ ժողովրդից ավել ես կամ պակաս ես։ Նույն կերպ առանձնահատուկ են օրինակ ֆրանսիացիք, նույն կերպ առանձնահատուկ են օրինակ ռուսները, նույն կերպ առանձնահատուկ են ցանկացած այլ ազգ կամ ժողովուրդ։ Խնդիրը հետեւյալն է, որ այդ ազգերը եւ ժողովուրդները պահպանելով իրենց առանձնահատկությունը փոխադարձ հարստացնելով միմյանց ներդաշնակ կարողանան գոյատևել եւ համագործակցել եւ խնդիրները լուծել այդ տիրույթում։ Սա է ազգայնականությունը, այսինքն այն ինչ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը այսօր փորձում է որպես իրական Հայաստանի գաղափարաբանություն առաջ մղել, դա հայությանը, հայկականությանը, այսինքն հայ ազգի ինքնությանը եւ հայ ազգի առանձնահատկությանը դեմ լրջագույն վտանգ է եւ լրջագույն դրա դեմ շրջանառվող եւ նաեւ իրականացվող գաղափարաբանությունը։ Այսինքն դու տարբեր չես մնացածից, մենք տարբեր ենք մնացածից, ինչպես եւ մնացածը տարբեր են մեզնից։ Սա է Այնպես ինչպես ժողովուրդը մտավ այդ ծուղակի մեջ ներկա եւ նախքին, այնպես էլ այսօր ժողովուրդը մտած է այդ ծուղակի մեջ, արևմուտք թե ներողություն թե Ռուսաստան, հիմա էլ մտցնում են Ռուսաստան կամ Ռուսամետ, այսինքն արևմուտքը արդեն են կողմ է ներդվում, ամեն ինչ, բայց ոչ հայկական եւ հայկական ինքնություն եւ հայկական ազգայնականություն եւ ձեր մատուցմամբ ոչ նացիզմը, այլ ազգայնականություն, այո, յուրահատկությունը, տարբերությունը այլ ազգերից։ Այդ տիրույթում վեճեր չեն լինում, վեճերը լինում են արևմուտք, խոսքով նորից չթվարկեմ նախկին ներկա, արևմուտք կամ թուրք ռուս կամ թուրք ռուս, հիմա էլ ռուսին չէ, ռուսին ոչ, ռուսին այո, այսինքն հենց դրանով այսպես սեղմվում է, բայց այդ հայկականի հարցը դուրս է մղվում, դուրս է մղված ընդհանրապես։ Այո, այդպես է։ Այո, դա հենց այդ նպատակն ունի եւ հենց ինչպես եւ ես ասացի, այդ կեղծ օրակարգերը այսօր շրջանառվում են, որպեսզի մարդիկ գնան այդ կեղծ օրակարգերով։ Այս կամ են թվացial իրար հակադրվող, բայց իրականում իրար լրացնող կեղծ համակարգեր են, կեղծ օրակարգեր են, որովհետեւ ամբողջ հարցը հետեւյալն է, դու ինչպես եւ ասացի, հայկականության եւ հայության եւ հայ պետականության ինքնության պետական եւ ազգային ինքնության վրա ես հենվում քո խնդիրները լուծելիս, թե դա պատվիրակում ես այլոց։ Այլոք ովքեր են, օտարներ են, դա արդեն այդքան էական չի։ Մեզ անընդհատ մղում են եւ դա ստացվում է, պետք է ասել, այդ այլոց դաշտ։ Ես այստեղ մի բան ասեմ, դրան անդրադարձել ենք, բայց կրկնում եմ, շատ հետաքրքիր արտահայտություն ձևակերպում տվեց Իտալիայի վարչապետ Մելոնին Թրամփի հետ հանդիպման ժամանակ մոտավորապես մի 2 շաբաթ առաջ նա ասաց, որ այն խնդիրները, որ կան մասնավորապես Եվրոպայում, մասնավորապես արևմուտք ասած տիրույթում, դա տարածքային ձևակերպում չի արևմուտքը, դա քաղաքակրթական ձևակերպում է արևմուտք ասածը, դա արժեքներ են, դա դավանանք է արևմուտք ասածը եւ ինքը ասաց, որ դրա լուծումը դա արևմտյան ազգայնականությունն է, ասես Մելոնին Թրամփի հետ հանդիպման ժամանակ արևմտյան ազգայնականություն, այս անգլերեն ասեմ, կրկնում եմ, Western nationalism, nationalism, ոչ թե նացիզմ, այլ ազգայնականություն, սա է, որը լուծում է եւ հենց եվրոպական քաղաքակրթությունը, որի մասը հայությունը, այդ հենց եվրոպական քաղաքակրթության հիմքում ընկած է ազգայնականությունը, եթե դուք ինքնությունը, քո առանձնահատկությունը ոչ միայն չես պահպանում, նաև չես զարգացնում եւ նաև չես համադրում այլ առանձնահատկությունների հետ, այլ ինքնությունների հետ, դու ընկնում ես ուրիշի կառավարման եւ ուրիշին սպասարկելու տիրույթ։ Սա է ինչում մենք այսօր գտնվում ենք եւ դա հիվանդություն է։ Դա 300 տարվա եւ ավել դարերի հիվանդություն է, որի լուծումը պետք է անպայման տալ եւ այդ լուծումը կարող է հնարավոր է միայն իշխանական պետական լծակներով։ Անդրադառնանք Մոսկվայում եղած շքերթին, եթե թույլ կտաք։ Անպայման։ Տեսեք, այդ շքերթը իր մեջ
Ինչպես եւ ամբողջ սովետական միության պատմության ընթացքում երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իր մեջ ունի երկակիություն եւ այդ երկակիությունը նորից կեղծ օրակարգ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 39 թվականին։ Օրինակ 3 այդ շքերթի ժամանակ դրա շուրջ եղած ելույթների ժամանակ որևէ կերպ դա չէր նշվում։ Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է նրանով, որ Գերմանիան հարձակվել է սեպտեմբերի 1-ին 39 թվականին Լեհաստանի վրա եւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան իրան պատերազմին հայտարարել, բայց նույն Լեհաստանի վրա հարձակվել է սովետական Ռուսաստան կամ սովետական միությունը սեպտեմբերի 17-ին։ Այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծել են գերմանացիք սովետական միության հետ համատեղ եւ դրա հիմքում եղել է Ռիբենտրոպի եւ Մոլոտովի համաձայնագիրը, պայմանագիրը։ Այսինքն սովետական միությունը երկրորդ համաշխարհային պատերազմի հրձիգներից մեկն է Գերմանիայի հետ համատեղ։ Իհարկե առանցքի երկրներն են այդտեղ, նաեւ Ճապոնիան, նաեւ, չգիտեմ, Իտալիա եւ այլն, բայց սա է ճշմարտությունը, որից հետո 41 թվականին Գերմանիան այդտեղ նորից պատմաբանական տարբեր հիմնավորումներ կան, ինչի հարձակվեց սովետական միության վրա, կա նաև դիրքորոշումը, որը այսօր շատ է քննարկում եւ այսօր չէ միայն վերջի 35-40 տարվա ընթացքում, որ եթե իրանք չհարձակվեին սովետական միություններ հարձակվելու, այսինքն ոնց որ թե պարտադրված էր, ես դա չեմ քննարկում, որովհետեւ դա իմ տիրույթում չի։ Ես ուզում եմ ասեմ, այդ թեզն էլ կա, բայց այնուամենայնիվ հարձակվեց սովետական միության վրա եւ սկսվեց այսպես կոչված սովետական միության ռուսական տեսակետից հայրենական պատերազմը, արիքն 3 նշվում էր հայրենական պատերազմի ավարտը։ Ոչ թե երկրորդ համաշխարհային պատերազմի եվրոպական մասի ավարտը, որովհետեւ եվրոպական բանում դաշտում պատերազմը ավարտվել է 45 թվականի մայիսի 8-ին, իսկ ընդհանուր երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է սեպտեմբերի 2-ին, եթե չեմ սխալվում, երբ որ Ճապոնիան նույնպես կապիտուլացվեց։ Այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը եղել է սեպտեմբերի 2-ին, եվրոպական մասում եղել է մայիսի 8-ին։ Ինչ էին տոնում երեք Ռուսաստանում։ Տոնում էին ռուսական, այսպես ասած, սովետական հաղթանակի ճակերտներում օրը։ Մենք պետքա ճշմարտությունը ասենք, չէ, սովետական միություն կոչվածը դա ռուսական իմպերիա էր։ Դրա համար Ռուսաստանի դրոշներում են, որտեղ դա սովետական իմպերիա է։ Հիմա ստեղ ես մի բանի ուզում եմ անդրադառնալ։ Ես կարծում եմ դա կարևոր է։ Մեծ պաթոսով ասում են, որ եւ այդտեղ իհարկե նշելու եւ հպարտանալու բան կա, որ հայերը ինչ մեծ նվիրումով կռվել են այդ ժամանակ համաշխարհային պատերազմում կամ այլ բառերով ասած ռուսական ձևակերպումով հայրենական պատերազմում։ Բայց դա հայրենական ռուսական է ստացվում։ Հա, հայրենական ռուսական էր, այո։ Եվ դա նույն կեղծ օրակարգն է, հայրենական դա ռուս հայրենականն էր, որտեղ սովետական միությունը դա ռուսական իմպերիայի ձևաչափ էր։ Այստեղ ես մեր հերոսներին, այդում Իոնակին պապը նույնպես պատերազմին մասնակցել է, այսինքն մեր հերոսներին, հայ հերոսներին, որոնք պատերազմում հերոսագործություններ են արել բազմաթիվ, սխրանքներ են գործել բազմաթիվ, կարծելով, որ կռվում են իրենց հայրենիքի համար, այդ թվում Հայաստանի համար, բայց դա Ռուսաստանի հայրենական պատերազմներ, բայց դրան արժանին մատուցելով հանդերձ, որ հերոսներ են եղել, լուրջ ձեռքբերումներ են եղել, հրամանատարներ, գեներալներ, մարշալներ եւ այլն, բայց դա մի ուրիշ հարց եմ ես ուզում անդրադառնալ։ Տարբեր թվերով պատերազմին մասնակցել են մոտ 500,000 հայ զինվորագրված մասնակիցներն եղել միայն այն ժամանակվա Հայաստանի սոցիալիստական հանրապետությունից եւ նաեւ ոնց որ ասվում է նաեւ մոտ 100,000 ոչ Հայաստանի հանրապետության ընդհանուր առմամբ թիվը որ խոսվում է 500-600,000 հայ զինվոր այդ թվում բնականաբար Ադրբեջան Նախիջևանից կներեք Լեռնային Ղարաբաղից օրինակ շատ մեծ մոբիլիզացիա ա եղել որից մոտավորապես ըստ նորից վիճակագրական թվի մոտ 300,000 զոհ ենք ունեցել։ Հիմա երկու հարց ունեմ ես այստեղ։ Հարց առաջին, եթե մենք վիճակագրորեն նայում ենք համամասնորեն, ապա հայկական մասնակցությունը երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի քանակը, ընդհանուր զոհերի քանակում համաշխարհային պատերազմի ընդհանուր զոհերի քանակում համամասնորեն երկրորդն է։ Բելարուսիայից հետո։ Համամասնորեն ամենամեծ զոհերն ենք տվել։
Իսկ եթե դիտարկում ենք նաև այն տարբերակը, որ Բելարուսիայի տարածքում պատերազմական գործողություններ են եղել, իսկ Հայաստանի տարածքում պատերազմական գործողություններ չեն եղել, եւ եթե այդ գործոններ ենք հաշվի առնում, ապա Հայաստանը ունեցել ամենամեծ զինվորագրումը աշխարհի մակարդակով ՀՄ մասներ եւ ամենամեծ զոհերը աշխարհի մակարդակում ՀՄ մասներն։ Եվ հարցը առաջանում, այդ ինչպես եղավ, որ տենց եղավ։ Ինչի հայերին ամենաշատ մոբիլիզացիա արեցին եւ ամենաշատ զինվորագրվեցին եւ ամենաշատ զոհ եղավ։ Ինչի եղավ։ Դա չպետք է դիտարկել նույն ցեղասպանական, հակահայկական, ռուս-թուրքական այդ եղբայրության եւ բարեկամության տիրույթում։ Նույն քաղաքականության իրականացման տիրույթում։ Ինչու դա այդպես չենք դիտարկում։ Ինչու մենք չենք ուզում ճշմարտության աշկերին նայենք, որ օգտվելով պատերազմից հերթական անգամ հայերի սպանության, ցեղասպանության, եթե կուզեք, եւ հայկական տարածքների հայենազրկման խնդիրը լուծվել ռուսական իմպերիայում իդեմը սովետական միության։ Սա է, որ մենք խուսափում ենք քննարկումից գոնե այդ ծուղակի մեջ մեզ պահում են, մենք էլ ականջներս կախ այդ ծուղակի մեջ մնում ենք։ Եվ այսօր հերթ են կանգնում, մենք դրանից սկսեցինք, այսօր հայկական քաղաքական չակերտներում նորից տիրույթում եղած բոլոր գործիչները հերթ են կանգնում Պուտինի ընդունանում, սկսած այս 35 տարվա համակարգի բոլոր վարչակարգերի ղեկավարներից վերջացրած վերջին վարչակարգի ղեկավար Նիկոլ Փաշինյանով հերթ են կանգնում, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը ինչ աշկով կնայի իրենց վրա։ Եվ մենք այդ վիճակում ենք։ Եվ դա է ճշմարտությունը։ Եվ դա ախտորոշում որպես եւ դա էլ հիվանդությունն է, որը պետք է բուժել։ Պարոն Հակոբյան, ես հիշեցի եւ ուզում էի նշել 37 թիվը եւ 49 թիվը, դա ստալինյան այդ ռեպրեսիաների թիվն է, դա էլ երևի ուսումնասիրության թեմա է, որ մենք հետո դա էլ դիտարկենք, համաձայն չեք։ Անպայման համաձայն եմ, եւ դա նույն իմ ասացի համատեքստում է պետք դիտարկել։ Այո, դա դիտարկել։ էլ շարունակությունն է, էլի ինչ տոկոսեր կազմում Հայաստանից, Ալտայներ, Սիբիրներ ուղարկված։ Եւ նաեւ խապկանքով հայ սփյուռքի եւ գնդակահարված։ Եվ 49 թվականին էլ 49-ին ինչ է 47-ից 46-47-ից սկսած խապկանքով սփյուռքահայությանը այդ ալիքներ։ Այո, խապկանքով սփյուռքահայությանը Հայաստան սովետական միություն անվանում։ Այո, էլի նույն հայության հայրենազրկման եւ հայության, այսպես ասած, ոգու ջարդելու խնդիրներ լուծվում։ Բերեցին, որ իբր թե հեսա Թուրքիայի վրա հարձակվելու են, եկեք որ ձեր տարածքը արևմտյան երկիրը բնակեցնեք, բերեցին եւ բաներից նավահանգիստներից կամ կայարաններից միանգամից տանում էին աքսորված, աքսորված, բանտարկված եւ սպանված։ Մի բան եմ ուզում ասել, որը հետաքրքիր է, որի մասին էլի փաստացի համարյա ոչ ոք չի խոսում։ Շատ հետաքրքիր փաստ կա մի հատ, երբ որ օրինակ ենթանք Պուտինը երեք որ խոսում էր, կամ ոչ միայն Պուտինը, որևէ կերպ չխոսեցին նրա մասին, որ արևմտյան երկիրները ինչ որոշիչ դեր են ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմի, այդ թվում Ռուսաստանի, եթե առանձնացնենք, այդ հայրենական պատերազմը Ռուսաստանի ճակերտները, որտեղ հաղթանակ ասացին Պյուրոսյան հաղթանակ էր նաև, որտեղ ինչքան կորուստներով այդ հաղթանակը ձեռք բերեց։ Ներդրման մասին։ Ես այստեղ մի հատ փաստ եմ ուզում արձանագրել այդ չանադառնալով լենդ-լիզին, չանադառնալով այդ ամբողջ խնդիրներին, որը առանձին խնդիր է դրա մասին այսօր բարեբախտաբար շատերը խոսում են։ Բայց չեն խոսում միայն հետաքրքիր փաստաթղթի մասին, որը կոչվում է Atlantic Charter, այսինքն Ատլանտյան խարտիա, սենց անվանենք, դա կնքված է 1941 թվականի օգոստոսին, օրը չեմ հիշի, բանի Մեծ Բրիտանիայի վարչապետի Չերչիլի եւ Ռուզվելտի, Ամերիկայի նախագահ Ռուզվելտի միջև։ Այդ Atlantic Charter-ը հիմքերն է դրել, տեսեք, երբ 41 թվականի օգոստոսին, հիմքերն է դրել ապագա աշխարհակարգի։ Թե ինչպիսին պետք է լինի ապագա աշխարհակարգը, սկսած բաներից, ինքնորոշման խնդիրներից, տարածքային ամբողջականության խնդիրներից, հավասար իրավունքներից, ազգերի տարբեր եւ այլն։ Այսինքն, այն ամենը, որը իմիջիալոց այդ չարտերը, որին հետո այլ ժողովուրդներ եւ այլ պետություններ նույնպես միացել են, հիմք է դարձել ՄԱԿ-ի կանոնադրության։
Հասկանում եք, այսինքն արևմտյան այն ժամանակը պատերազմի մեջ եղած առաջնորդողները իդեմս Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ապագա արդար իրենց ընկալմամբ եւ այդ թուղթը այդ փաստաթուղթը որ կարդում ես տեսնում ես որ իրական միտումները եղել են այդպեսին հավասարազոր աշխարհի արդար աշխարհի հիմքերն են փորձել դնել դա է եղել այն բանը մոտեցումը որով նրանք դուրս են եկել նացիստական Գերմանիայի դեմ պատերազմի կրկնվեմ նացիստական որտեղ ֆաշիստական Գերմանիային ասեմ որը նույնպես կեղծ օրակարգ է ֆաշիստական երկիր էր այո Գերմանիան, որովհետև այնտեղ բռնապետության գերակայություն էր, բռնության գերակայություն էր, բռնապետական համակարգ էր, բայց ֆաշիստական երկիրը նաև սովետական միությունը։ Ֆաշիստական Գերմանիայի դեմ կռվում էր ֆաշիստական սովետական միությունը։ Ֆաշիստական, որտեղ նույն բռնապետությունը կամ ավելի վատ բռնապետությունը սովետական միությունում էր։ Այնտեղ նացիոնալ սոցիալիստներ էին Սոցիալիստ բառը մոռանում են։ Այստեղ բոլշևիկներ էին, այնտեղ աջ սոցիալիստներ էին, այսինքն նացիստներ էին, այստեղ ձախ սոցիալիստներ են, այսինքն բոլշևիկներ են։ Նրանք խիստ ազգայնամոլ էին, սրանք խիստ ապազգային էին, այսինքն բայց նույն բանը երկու ծայրերն էին իրար դեմ դուս եկել, երկուսն էլ ֆաշիստական երկրներ։ Ինչի՞ չենք խոսում դրա մասին։ Եթե մենք այդ ամեն ինչը բաց խոսենք եւ դրան բաց անդրադառնանք, այլ այդ երթերը Գեորգիևյան ժապավաններով կարող է մի մասը որ գնացել են այնտեղ դադար են գնալուց հասկանան ուր են գնում եւ ինչն են ողջունում այն ֆաշիզմը որը եղել է սովետական միությունում որի զոհ է եղել ամբողջ հայկականությունը եւ բնակչության իմաստով եւ տարածքային իմաստով եւ պետականության կորուստի իմաստով Շատերը խոսում են Պակիստան-Հնդկաստան այս պատերազմից, որը սկսվել է, Պակիստանը հայտարարել է, որ լայնածավալ պատերազմ է սկսում, Հնդկաստանի դեմ եւ այո, իրար գիտենք ինչ է կատարվում, շատերը ասում են կա վտանգ Իրանի տեսակետից, կամած մոտենում են դեպի Իրանը։ Իմ հարցն է, ես ուզում եմ դուք այդ պահը պարզաբանեք, արդյոք Իրանի գործոն կա այս պատերազմի ենթատեքստում կամ մտադրություններում, եթե համարենք, որ դա երրորդ կողմերից հրահրված, սադրած պատերազմ է Հնդկաստանի դեմ ուղված, Պակիստանին եւ Հնդկաստանին ճակատի տված։ Տեսեք, մի քանի ձեր հարցի համատեքստը մի քանի փաստի պետք է անդրադառնալ։ Փաստ առաջին մենք դա քննարկել ենք։ Փաստ առաջին, թե երբ սկսվեց, այսինքն երբ եղավ այդ ահաբեկչությունը։ Երբ եղավ ահաբեկչություն Հնդկաստանում, պակիստանյան, այսպես կոչված վերահսկողության ներքո կամ համակարգման ներքո, չնայած Պակիստանը դրանից հրաժարվում է։ Դա եղավ այն ժամանակ, երբ որ ԱՄՆ-ի ճնշումը, խիստ ճնշումը առևտրային եւ աշխարհքաղաքական Չինաստանի վրա գնում էր եւ ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջև եղավ ընդհանուր համաձայնություն, որ ինչ որ իմաստով Հնդկաստանը կարող է փոխարինող դառնալ այն ապրանքների մատակարարման մասով, որը Չինաստանն է, այսինքն ամերիկյան շուկան չզրկվի այդպիսի ապրանքներից, ինչ որ իմաստով եւ Հնդկաստանը հանձն առավ, որ ինքը դա կանի եւ Վենսի այցելությունը ԱՄՆ-ի փոխնախագահի այցելությունը Հնդկաստան բերեց նրան, որ ոնց որ նախնական համաձայնություն եղավ։ Իմիջիալոց նախնական արդեն ավելի խորքային արձանագրված համաձայնություն եղավ մի երկու օր առաջ նաև Մեծ Բրիտանիայի հետ, ԱՄՆ Մեծ Բրիտանիա խնդիրները ոնց որ սկսել են լուծել առևտրային պատերազմի համատեքստում։ Եվ եղավ այդ բանը Պակիստանի կողմից կամ Պակիստանին վերագրվող այդ ահաբեկչությունը Հնդկաստան, որը բերեց այս լարման ռազմական բախումները եւ արդեն հնարավոր լայնածավալ պատերազմի։ Այսինքն հաշվի առնելով նաև այն փաստը, որ Հնդկաստանը ավելի այսօր ուղղված է դեպի ԱՄՆ եւ Հնդկաստանը հանդիսանում է բնական հակառակորդ մրցակից Չինաստանին իր բոլոր իմաստով, իր բոլոր հատկանիշներով, իսկ Պակիստանը այսօր շատ խորքային հարաբերություններ ունի Չինաստանի հետ, ապա այս իմաստով բավականաչափ հարցեր են առաջանում, թե որտեղից է այդ ամեն ինչը հրահրվել, դա մեկ։ Երկրորդ բանը, որը ուզում եմ նորից անդրադառնալ, որը կարևոր է։
Հնդկաստանի կառավարությունը մոդի մակարդակով արձագանքել է եւ նաեւ հայտարարություն են շրջանառել, որ հնդիկները մանան են զգուշանան Թուրքիա կամ Ադրբեջան գնալուց։ Դա շատ հետաքրքիր ինքը իրանով փաստ է, ինչի որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան անթաքույց աջակցում են Պակիստանին։ Եվ Հնդկաստանը անմիջական դրան արձագանքում է։ Երբ որ հայկական այսպես կոչված արտաքին գործերի նախարարին հարց են տալիս, թե դուք ոնց եք էլի, ինչ վերաբերում, ասում դե մենք բանին դեմ ենք, մենք ահաբեկչությանը դեմ ենք, դա է մեր դիրքը։ Եղբայր։ Ինչ եղբայր։ Պարոն նախարար Չակերտներում, դուք ասեք, որ մենք Հնդկաստանին ենք աջակցում։ Ինչ ահաբեկչությունը առիթ էր։ Մենք Հնդկաստանին ենք աջակցում այդ բախման համատեքստը, որտեղ Հնդկաստանը մեր բարեկամ երկիրն է, այս Պակիստանը մեզ խորը հակառակորդ, եթե ոչ թշնամի երկիր է։ Խաչություն, խիզախություն ունեք դիրքավորվել արա ինչ որ գոնե այս իրավիճակները։ Քողարկված կար իր Չէ, դա իրավունք ունեն պաշտպանվելու։ Հա, դա Իսրայելի մասին են ասում, երբ որ Համասին հետ կռիվ արես, ասում են իրավունք ունի, բայց չպաշտպանվի խեղճ Իսրայելը։ Բանանդե մի 70-80 հազար մարդ չկոտորի Իրան իր վրա ահաբեկչական հարձակում էր եղել։ Նույն բանն է։ Եվ նույն մոտեցումն է։ Եվ նույն կարգի երկրներ են, եւ նույն կարգի մտերմության երկրներ պետք է կարողանալ դիրքավորվել։ Ադրբեջանը եւ Թուրքիան ուղիղ են։ Այ Ադրբեջանը եւ Թուրքիան ի տարբերություն հայկական կոչվող կողմի ուղիղ են աջակցում։ Եվ մյուս խնդիրը Իրանի հետ կապված, որտեղ Իրանը դա Իրանի սահմանակից է Պակիստանը, այսինքն սահմանակից երկրներ են մոտ է Իրանին, եւ այդ իրավիճակը կարող են օգտագործել մասնավորապես Իսրայելը, մասնավորապես թուրքական կողմը կարող են օգտագործել, դրանք կարծում եմ նաև անտարբեր չի նայում նաև Ռուսաստանը, կարող են օգտագործել Իրանի հետ բախումներ հրահրելու իմաստով։ Ես հույս ունեմ, հիմա տեսեք հակասական բան կարող ասեմ, բայց առաջի հայացքից տենց հաստատվում։ Ես հույս ունեմ, որ դա կկանխի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ է, անգամ Թրամփը դեմ է, որ Իրանի հետ խնդիրներ լուծվեն ռազմական միջոցներով։ Նա խոսում է դրա մասին, որ եթե մենք ճարահացյալ լինենք դա կօգտագործենք, բայց դեմ է որ դա այդպես լուծվի։ Եվ այս վերջերս էլի մի հատ լուր շրջանառվեց, ինչքանով այդ լուրը ճշգրիտ կամ ճշմարտացի չգիտեմ, բայց լուրը շրջանառվեց Իսրայելի ռազմական բանակային ռադիո է կոչվում, այդ բանով, աղբյուրով, այդ մեդիա աղբյուրով, որը պետական իմիջայլոց միավոր է, եւ բանակի ռադիո միջոցն է, որտեղ ասվեց, որ Թրամփի հարաբերությունը Նետանյահուի հետ կտրուկ վատացել են, որովհետեւ Թրամփին հասել է այն մոտեցումը, որ Նետանյահուն փորձում է իր վրա ճնշում գործադրել եւ բոլոր հրեական այդ գործիքները, որը առկա են եւ մենք բոլորս գիտենք ԱՄՆ-ում, այդ թվում Թրամփի վարչակարգում, այդ բանը, այդ մոտեցման ներքո փորձում են Թրամփին ներգրավել մի բանի մեջ, որում ինքը պատրաստ չի ներգրավել, եւ դա Թրամփի վրա ազդել է եւ հարաբերությունների լարումը առաջացել եւ այդ համատեքստում են դիտարկում նաեւ ազգային անվտանգության այդ Թրամփի գլխավոր խորհրդականի Վոլցի պաշտոնազրկումը։ Հիմա մենք ունենք այդ վիճակը։ Մենք ունենք այդ վիճակը եւ երբ որ Իրանի շուրջը լարումը չի նվազում, այլ շարունակ ավելանում է, եւ իսկ Իրանը մեր ոչ միայն բարեկամ երկիրն է, եւ Հնդկաստանը ոչ միայն բարեկամ երկիրն է, Իրանն նաեւ սահմանակից երկիր է։ Եվ այդ իմաստով, այդ համատեքստում տեսեք ինչ է կատարվում մեր շուրջը եւ մեր հետ կապված այդ թվում։ Ինչ է կատարվում Հայաստանում։ Հերթ են կանգնում թե Պուտինը ում ոնց կընդունի, իրար գզում են թե Պուտինից կամ որևէ մեկ ուրիշից, որևէ մի աշխարհակաղակական կենտրոնի կառավարչից, առաջի հերթին Պուտինից։ Ինչ բարյաց կամ հայացք կունենան կամ խոսք կունենան, իսկ Հայաստանում այդ հերթի մեջ իրար կանգնած ուժերը իրար են գզում, որը հայկական պետականության եւ հայկականության հետ զերո առնչություն ունի։ Այստեղ փակագծերում տեղեկացնեմ նորությունը, որ մայիսի 11-ին շարունակվելու է 4-րդ փուլն է լինելու Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների։ Եվ ես իրականում հույս ունեմ, վերականգնվեց։ Ես հույս ունեմ, ես հիմա չգիտեմ, հույսով չի կարելի ուղղորդել, բայց այնուամենայնիվ կարծում եմ, լավ սենց ասենք, որ Իրանի ղեկավարությունը, Իրանի պետական եւ հոգեվոր առաջնորդությունը կկարողանա այս իրավիճակում այն լուծումները առաջարկել
հակասական Թրամպյան այսպես կոչված կառավարիչներին եւ վարչակարգին, որ Իրանը զերծ մնա պատերազմական գործողություններում ներգրավվելուց այն պարագայում, որ դրան նաև ուզում են անպայման հрьяաները եւ թուրքական եւ ռուսական կողմը ուզում անպայման դրան կցի ամերիկյան մասնակցություն։ Եվ վերջին հարցս դուք ասացիք այ հերթ են կանգնում, որպեսի Պուտինը տեսնեն ում է ավելի լավ վերաբերվելու, նշանակում է արդյոք, որ 26 թվականի ընտրությունների մասնակիցների մասին եք դուք խոսում եւ այդ 26 թվականին, եթե իրենք Պուտինի ուրեմն տրամադրությանն են նայում 26 թվականին էլի Պուտինը ինչ որ ազդեցություն Ռուսաստանը ազդեցություն է ունենալու Հայաստանում հաջորդ վարչապետին կամ հաջորդ քաղաքական ուժին կամ նույն քաղաքական ուժն է մնալու, որի մասին խոսում են, որ Փաշինյանը գնացել էր, որպեսզի իրեն հանկարծ այստեղ չփոխեն։ Այսինքն նույն մարդկանց Ռուսաստանի ազդեցությունը այս ամբողջ ընթացքում հնարավորություն Եվ դա այն մարդիկ են, ովքեր Պուտինի մոտ են գնում, ըստ ձեզ, ես պարզապես ձեզ այո, նայեք, տեսեք, այո, ինչ իմաստով 35 տա, այսինքն այս Հայաստանի Հանրապետության ձևավորման գործող Հայաստանի Հանրապետության ձևավորողից ինչի չեմ ասում երրորդ կամ երկրորդ կամ ինչ, որովհետև սա իմ կարծիքով երրորդ հանրապետությունը չի որևէ կերպ, որովհետև երկրորդ հանրապետություն չի եղել։ Սովետական Հայաստանը չի կարելի դիտարկել որպես ինքնիշխան պետականություն, այնպես որ ամեն պարագայում սա երրորդը չի, բայց սա մի պահ դնենք մի կողմ, գործող Հայաստանի Հանրապետության պատմության 40 տարվա մոտ պատմության ընթացքում չի եղել որևէ հատված պատմական հատված, որ Ռուսաստանը ազդեցություն չի ունեցել այստեղ իշխանության ձևավորման համատեքստում։ Ազդեցությունը եղել է համընդհանուր տոտալ, ինչ-որ պահերի, ինչ-որ պահերի ավելի քիչ, օրինակ հիմա համեմատաբար ավելի քիչ է, որովհետև ուկրաինական պատերազմի գործոնը կա եւ թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության ավելացումը կա եւ հրեական տանդեմի, հրեական Իսրայելի գործոնի ազդեցության ավելացումը կա տարածաշրջանային։ Այնուամենայնիվ, ասեմ հետևյալը, որ ասածս ձեր հարցին որոշակի ասիմետրիկ պատասխան է։ Այդ ամենը կախված է նրանից, թե ռուս-ուկրաինական պատերազմը ինչով կավարտվի։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմի անգամ փուլային ավարտը լինի ռուսական, այսպես կոչված գերակայության լույսի ներքո, ապա այո, Հայաստանի մյուս վարչակարգի ձևավորման վրա Ռուսաստանի ազդեցությունը էապես կաճի։ Եվ դրա համար էլ, այդ դեպքի համար էլ այսօր հերթ են կանգնած, թե Վլադիմիր Վլադիմիրովիչը ում ոնց կնայի եւ ում վրա ի վերջո կդնի իր մատը եւ կասի՝ լավ, դու ես լինելու ես անգամ։ Դա չի նշանակում, որ դա այդպես կստացվի, բայց ռուսական կողմի աջակցությունը մասնավորապես ինչ որ արդեն խոսեցինք, տարբեր դրոշներով, շքերթների եւ այլ համատեքստում, այդ բանի ագիտացիոն այդ ֆոնի ներքո կարող է լուրջ ազդեցություն ունենալ արդյունքների վրա։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ էինք զրուցում, զրուցվար Մարգարյանը Առաքելյանը, բարի նույնպես։